Առաջի քայլը դա է։ Փաշինյանը լվանում է ձեռքերը հակաեկեղեցական արշավը շարունակելու նոր հնարավորություն ստանալուն պես։ Ես նրանք չեմ ուղղորդում եւ չեմ ուղղորդել։ Պատկերացնում եք եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների ես ով եմ, որ իրենց ուղղորդել։ Կաթողիկոսական նոր ընտրություն պահանջող 10 եպիսկոպոսների հետ կապն է բացառում Փաշինյանը։ Եվ սա նաեւ Էջմիածնում հոգևոր հավաքի մասին հայտարարած վարչապետն ասում է կապ չունի եպիսկոպոսների այսօրվա հավաքի հետ։ Նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Ինքը չի մասնակցելու հավաքին, բայց աջակցում է նրանց։ 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Աջակցությունը այս տեսքով է Երևան Էջմիածին ճանապարհին ուժայինների մեծականակ կուտակումների մասին են հայտնում քաղաքացիները։ Առավոտյան զգոնության կոչեր արել ներքին գործերի նախարարությունը, հորդորել զերծ մնալ հակաիրավական սադրիչ գործողություններից։ Փաշինյանն ակնարկում է, որ գործելու հրաման ունեն ոստիկանները։ Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Կուսակրոնության ուխտը խախտելու, օտար պետության գործակալ լինելու մեղադրանքները չեն օգնել Փաշինյանին հասնել Գարեգին II-ի գահանկեցությանը։ Փաշինյանը նոր մեղադրանքի առաջ բերում։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Վեհապարին աղանդավոր լինելու համար մեղադրող Փաշինյանը հակաեկեղեցական արշավի 8-րդ ամսում ըստ էության հասկացել է, որ կաթողիկոսը կարող է գահանկեց արվել միայն ուղիղ վարդապետությամբ եկեղեցին առաջնորդելու կանոնը խախտելու դեպքում։ Կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Տեկրոնական որ կազմակերպությանը հարելու համար է Փաշինյանը մեղադրում հայոց հայրապետին հայտնի չէ։ Միայն թե տարօրինակ զուգադիպությամբ սկսել է հոգնակի դերանուններով խոսել իր մասին, ինչպես վեհապարն է անում։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել։ Կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։ Եվ Կտրիչ Ներսիսյանի որոշումը նրանք կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել։ Եկեղեցի պետություն հակադրության մասին է հայտարարում Փաշինյանը պաշտոնավարման այս ժամկետի մայրամուտին։ Ես կարտահայտեմ այդ կարծիքը։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։